Ներս ուրեմն թերթում եմ Facebook-ը ու տեսա, որ ոստիկանության կողմից Վահագ Մարտիրոսյանը ծնված 1992 թվականին որոնվում է։ Ուզում եմ տեսնեմ, ինչ էներգիաների մեջ է գտնվում Վահագը, իմ համար պարզ է արդեն ամեն բան, ուզում եմ, որ ձեր համար էլ պարզ լինի, Վահագ Մարտիրոսյանը ինչ էներգիաների մեջ է գտնվում։ Վահագ Մարտիրոսյանը հիմա ինչ էներգիաների մեջ է գտնվում։ Վահագ Մարտիրոսյանի էներգիան։ Տեսնում եք, չէ՞, ակտիվ էներգիան։ Ինչ էներգիաների մեջ է հիմա գտնվում Վահագ Մարտիրոսյանը։ Վահագ Մարտիրոսյանը հիմա ինչ էներգիաների մեջ է գտնվում շուտ։ Վահագ Մարտիրոսյանը այս պահին ողջ է։ Կյանքին այս պահին, կյանքի ընդհատում ինքը չունի։ Ըստ հորա իմ ուսումնասիրած քարտեզի գտնվում է Երևան, Արմավիր տարածաշրջանին շատ մոտ, այսինքն այսպես կամ Երևանում, կամ Երևան մինչև Արմավիր, այսպես այդ ամբողջական հատվածներից մեկում գտնվում է կյանքի ակտիվ փուլում, ունի ակտիվ շփում մեկ անձնավորության հետ, ում ինքը վստահում է, ըստ քարտեզի եմ ես նայել, եւ այո, իրեն կգտնեն, ես նայել եմ կգտնեն, թե ոչ, մեծ հավանականությամբ իրեն գտնելու են ողջ, ինչու համար է գնացել տանից, խնդիրներ եւ կոնֆլիկտներ ա բերում անձնական կյանքի եւ ֆինանսի հետ կապված, հենց կարող է ընտանիքի անդամի հետ չի կապված իր խնդիրը, կամ նման կոնֆլիկտից իր ընտանիքին հեռու պահելու համար ինքը գիտակցաբար առանձնացել է եւ գտնվում է մի վայրում, որտեղ ինքը նախորոք գիտեր, որ պետքա այս վայրը ինքը գնա։ Քարտը, որը ես ուսումնասիրում եմ, ինքը գտնվում է այրուձի էներգիաների մեջ եւ այս պահին ցույց է տալի ողջ։ Հիշեցնեմ, որ ես չեմ նայում հետո իր հետ ինչ կլինեմ, նաեւ հետեւողական, բայց ներկա պահին այս մարդը ողջ է, ակտիվ բանակցությունների մեջ է գտնվում, կամ կոնֆլիկտային իրավիճակ, որը վերաբերվում է կամ իր անձնական կյանքին, կամ ֆինանսին։ Այսպես Ինչ էի ուզում նորից ձեզ ավելացնել ուրեմն սա համարվում է գիտակցաբար թաքնվել, բայց քանի որ կոնֆլիկտային իրավիճակում ենք գտնում ենք, ոչ ոք չի կարող ասել, չէ, իր բանակցությունները ինչ ընթացք ունենան, կամ արդյոք այս կոնֆլիկտը չի կարող տանել կյանքի ընդհատմանը։ Մի վայրկյան, մի հատ էլ նայեմ, տեսեք, քարտեզը, որը ես ուսումնասիրել եմ, ցույց է տալիս 3-ից 4 օրվա ընթացքում։ Այդ ընթացքում իրան կգտնեն, որովհետև ցույց է տալի 3-ից 4 միավոր։ Կա հնարավորություն, 3-ից 4 օրվա ընթացքում, բայց ոստիկանների աշխատանքը ես ու այսպես քարտեզը աստղագիտությունը չի անելու, այսինքն ունի ոստիկանությունը ռեալ հնարավորություն 3-ից 4 օրվա ընթացքում գտնելու, 3-ից 4 օրվա ընթացքում գտնելու, ողջ գտնելու հավանականությունը չափազանց մեծ է, հետո էլ չեմ կարող ասել, բայց հիմա տղամարդը գտնվում է ողջ եւ առողջ
ակտիվ փուլում եւ դա ցույց է տալիս առյուծի նշանը, որ ինքը գտնվում է բավականին ակտիվ փուլում, ունի շփում մեկ անձի հետ, ես չգիտեմ այդ մեկ անձը ընտանիքից է թե ընկերահում ինքը վստահում է եւ հնարավոր է ընկերոջ միջոցով կամ իր ծանոթի միջոցով փորձում է բանակցությունների դուրս գալ կոնֆլիկտային դաշտի հետ, այսպես ասեմ, ուստի մեծ հավանականությամբ կգտնեն ողջ 3-4 օրվա ընթացքում, բայց այստեղ էլ եմ կրկնում, ոչ ոք չգիտե, հայ ներկա պահին 100% չէ 1000%-անոց մարդը գտնվում է ողջ վիճակում, հետո կոնֆլիկտները ինչպիսի ընթացք կունենան, ինչեր կկիրառվեն կոնֆլիկտների ժամանակ կամ կգտնեն ավելի շուտ ոստիկաններ այդ տղամարդուն, թե հակառակ կողմը կգտնի, դա ոչ ոք չի կարող ասել, բայց 3-4 օրվա ընթացքում քարտեզը ցույց է տալիս, որ ունեն հնարավորություն գտնելու իրեն ողջ եւ գտնելու հնարավորությունը ունեն հաստատ։ Այսքանը։